Բողոքարկման նիստի։ Արդյունքներից հետո 2-3 օրվա ընթացքում կհայտարարվի նոր մրցույթ, եթե իհարկե մենք հույս ունենք, այո, որ այսօր բողոքարկման արդյունքները դրական կլինեն, հա։ Եթե այդպես չեղավ, ապա կհայտարարվի նոր մրցույթ։ Ոչ մի նոր թեկնածու չի կարողանա մասնակցել տնօրենի մրցույթին առանց ներկայացնելու իր դպրոցի զարգացման ծրագիրը մեր ծնողական խորհրդին եւ միայն ծնողական խորհրդի հաստատելուց հետո այդ դպրոցի զարգացման ծրագիրը հավակնորդը կկարողանա մասնակցել այո հաջորդ փուլերին, որոնք կայանան հանձնաժողովի հետ հանձնաժողովի կազմում կլինեն։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, ժամանակ անգամ Նատալիա Գարևնան կարող է եւս մեկ անգամ անսահմանափակ Տիկին Ստեփանյանը կարող է մասնակցել մրցույթին։ Մինչ այդ ժամանակավոր պաշտոնակատար նշանակված է Զառա Էդուարդովնան Բարսեղյանը։ Անժամկետ։ Ինքը անցյալ տարվա մարտ-ապրիլ ամսից ես որքանով հիշում եմ, հա, երբ որ լրացավ Տիկին Ստեփանյանի Նատալիա Գարիևնայի ժամկետը նշանակված է Զառա Էդուարդովնան, առ այսօր շարունակում է ինքը լինել ժամանակավոր պաշտոնակատար։ Պաշտոնակատար նշանակվում է քաղաքապետարանի կողմից, ոչ կրթության գիտության նախարարության կողմից։ Հիմա հույս ունենք, որ այսօր մեր անժամկետ է այո նշանակվում եւ հույս ունենք այսօր բողոքարկման հանձնաժողովը դրական պատասխան, դրական որոշում կունենա։ Այո, շատ շնորհակալություն, որ դուք մնացիք, ձեր աշխատանքը թողեցիք, մեր հետ մնացիք, մեր դպրոցի համար։ Մեզ Տիկին Սվաջյանը հանրակրթության փոխնախարարը մեզ ժամ չասացին, հա, նշեցին օրվա երկրորդ կեսին, չէ, 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Այսօր ընդունվելու է որոշումը համենայն դեպս միգուցե մեզ հասնի 3 օրվա ընթացքում, հա, 2-3։ Ինչ որոշում։ Այսօր ոչ մի որոշում չկա։ Ինքը մնում է, դա անժամկետ է, ինքը մնում է մինչև չլինի նոր տնօրեն։ Ըստ էության մեր ծնողական ծնողների կողմից ընդունված նոր տնօրեն, բացի այն, որ պետությունը իր քայլերը անում է, իհարկե, առանց այն մարդկանց, ովքեր երեխաներին բերում են այդ դպրոց, առանց ծնողի որևիցե տնօրեն չի կարող նշանակվել։ Առաջին փուլը տնօրենը անցնում է ծնողական խորհրդին ներկայացնելով իր 5-ամյա ծրագիրը դպրոցի վերաբերյալ։ Նրանից հետո արդեն անցնում է հաջորդ փուլերը, եթե ծնողական խորհուրդը հաստատում է իր ծրագիրը, նոր անցնում է հաջորդ փուլերը։ Սարդարյան Մանեն, ծնողական խորհրդի անդամ եմ։ Գայանե Մուրադյան, ես շրջանավարտ եմ եւ ծնող եմ, երեխաներս սովորել եմ, մի երեխաս ավարտել է, մյուսը սովորում է Պուշկինի։ Այո, ծնող Մարիանա Որսկանյան, շրջանավարտ, ծնող։ Հա, ծնող եք։ Այստեղ ուսուցիչներից էլ կան։ Չկան։ Ուսուցիչները դպրոցում են, ուսուցիչները շարունակում են դեռևս իրենց աշխատանքը բնականon հունով, երեխաները, այսօր ես իմ երեխային չեմ ուղարկել դասի, ինչպես կարծում եմ, որ շատ ծնողներ, ես այդպիսի որոշում եմ կայացրել որպես ծնող։ Այո, դաս կա, ուսուցիչները մեզ հորդորել են մասնակցել դասի, բայց մենք որոշել ենք ծնողական համայնքով, ծնողներով, որ մեր երեխաներին չենք բերելու դասի, մինչև չիմանանք վերջնական որոշումը։ Հիմա մեզ Տիկին Սվաջյանը ասեց, որ մեր տնօրենը, որ ժամանակավոր պաշտոնակատարը չի փոփոխվել, Զառա Էդուարդովնան է, մենք համաձայն ենք դրա հետ, կսպասենք Նատալիա Գարևնայի բողոքարկման արդյունքներին, չի լինի, կսպասենք հաջորդ դիմումներին նորից։ Ոչ, թեկնածու չունի նախարարությունը։ Եթե լինի առաջինը ծնողական համայնքը տեղյակ կլինի։ Իսկ ինչու ձեզ համար սկզբունքային, որ գործող տնօրենը ինչն է։ Որովհետև գործող տնօրենը շատ ճիշտ մեր սրտով, մեր ծնողական համայնքի սրտով կառավարում է դպրոցը։ Մեր բոլոր բողոքները, մեր բոլոր առաջարկները ընդունում է, լսում է, մեր երեխաներին է լսում, ամեն ինչ մեր ուզածով է, մեր սրտով է,
ու դրա համար չենք ուզում որ փոփոխություն լինի։ Եվ ի վերջո Նատալիա Գարիևնայի զարգացման ծրագիրը 5 տարվա դպրոցի զարգացման ծրագիրը լսվել է, ընդունվել է ծնողական խորհրդի կողմից, ընդունվել է նաև հանձնաժողովի կողմից է ընդունվել, նաև փուլը անցել է արդեն եւ եկել է որոշակի հարցազրույցի փուլ։ Ամենավերջին փուլը հարցազրույցի, որը գիտեք, հենց դա է պատճառը, որ կարա լինի շատ սուբյեկտիվ։ Ես կարող եմ մի հարցը մի ձև ընկալել, դուք կարող եք այդ նույն հարցի պատասխանը այլ կերպ ընկալել։ Հարցազրույցի փուլը չի։ Այո, միայն հարցազրույցի այս վերջին փուլը չի հաղթահարված եւ հենց դրա դեմ ներկայացված է բողոքը։ Ամեն դեպքում մենք շնորհակալ ենք նախարարությանը, շնորհակալ ենք Տիկին Սևաջյանին, որը որ վերջում հավելեց, որ ամեն դեպքում նախարարության կողմից արվելու է ամեն ինչ, որ չխափանեն եւ չխախտվի երեխաների դասակարգի եւ ուսուցման process-ը։